ուր տանել, ինչպես իրացնել բերքը։ Տարվա մեծ մասը արևի, անձրևի տակ, ցրտին քրտնաջան աշխատող գյուղացին սեզոնի ավարտին արդյունքը վայելելու փոխարեն փաստի առջև է կանգնում։ Ուժեղ Հայաստանի տնտեսական 5 քայլերից 4-րդն է լուծում այս խնդիրը։ Մթերման կայաններ ամբողջ Հայաստանով, որ կօգնեն գյուղացուն վաճառել իր ձեռքով մշակած բերքը տնից հեռու չգնալով։ Մեծ պահանջարկ կա հարևան երկրներում հայկական գյուղմթերքի, սակայն Հայաստանի գյուղացին ապրանք արտադրելով չի կարողանում արտահանել, քանի որ չկա միջնորդ։ Մթերման կայանը կլինի այդ միջնորդը, կպահեստավորի գյուղացու բերքը ըստ պահանջարկի վաճառելով դրսում կամ հայկական շուկայում։ Հայաստանի ամեն շրջանում առնվազն 2 կայան կգործի, այսպիսով ապահովելով նաև մրցակցություն ու արժանապատիվ գին գյուղացու բերքի համար։ Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն ասում է, այս օղակը նոր թափ կհաղորդի վերջին շնչով պայքարող հայկական գյուղատնտեսությանը։ Հայաստանի գյուղատնտեսությունը այս պահին վերջի 8 տարիների ընթացքում անկում է ապրել։ 10%-ով մեր գյուղատնտեսությունը անկում է ապրել։ Մենք 2018 թվականի մակարդակի գյուղատնտեսություն արդեն չունենք։ Եվ գյուղատնտեսական այս տարվա բյուջեով պլանավորված ծախսերը գյուղատնտեսության ուղղությամբ նույնպես կրճատվել են։ Մինչև մթերմանը հասնելն էլ տասնյակ խնդիրներ ունեն գյուղացիները, կանխատեսելի ու չկանխատեսված բազմաթիվ ռիսկերի են բախվում։ Կարապետյանն ասում է, մարդկանց լսելով խմբավորել են խնդիրները, դրանք անլուծելի չեն, կամք է պետք։ Հայաստանում շատ գյուղեր, շատ ցանկատարածություններ, այգիներ ունեն ջրի խնդիր, ռոռոկման համակարգի խնդիր, չնայած որ Հայաստանը ջրառատ երկիր է, մենք 5 միլիարդ կուբամետր ջուր ունենք տարին, ու մեծ կորուստով օգտագործում ենք, ռոռոկման համակարգը երկրում ունի բարեփոխման կարիք։ Հաջորդը վարկերի հարցն է, մարդիկ չեն կարողանում հաշվարկել, օգուտով թե վնասով կփակեն գյուղատնտեսական տարին։ Ինչ անում մթերման կայանը։ Մթերման կայանը տալիս է տարվա սկզբին օրինակ սիլիտրա կամ այլ տեսակի պահարտանյութեր, որպեսզի մարդը վարկ չվերցնի, որպեսզի պահարտանյութ ունենա։ Ապահովում է կայունություն նաև գյուղացու համար, որ դու այս գնով կարող ես վաճառել։ Խնդիր է նաև գյուղտեխնիկան։ Այս հարցում էլ գյուղացին օգնության կարիք ունի։ Որոշ դեպքերում տեխնիկա ուղղակի չկա, կամ եղած մաշված տեխնիկայով գործն առաջ չի գնում, արդյունքը լավը չի լինում։ Հայաստանում գյուղտեխնիկա ապահովել ամեն շրջանում հեշտ բան է, ժամանակին դա եղել է ու դա բերել է նրան, որ գյուղացիական տնտեսությունները հնարավորություն ունեն ժամանակակից տեխնիկայով իրենց մի տեխնիկայի պարկը կարող է սպասարկել մի ամբողջ շրջան։ Այն գյուղատնտեսություն է խոստանում ուժեղ Հայաստանը, վստահեցնում են, հունիսի 7-ից հետո պետությունը ներկա է լինելու յուրաքանչյուր գյուղացու կյանքում։ Ֆինանսական դժվարությունները, խնդիրները մնալու են անցյալում։ Ձեր աճեցրած ապրանքը պահանջված է հյուսիսում էլ, հարավում էլ։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։